Ղարաբաղի հարցը արդեն փակված է։ Ղարաբաղի հարցը ասեմ։ Մեր վարչապետն է ասում։ Ղարաբաղը ճիշտ էլ անում այս պահին։ Այս պահին տենց է պետք։ Շատերին կարա դուր չգա, կոնկրետին։ Բայց հերույ է նայում ինքը ավելի։ Շատ հերու են նայում։ Այնքան է հերու նայում, որ չի նայում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Երբ որ գործ են սկսել 80 թվին, նախ առաջինը շեղվելով, միացումը սարքելով հերացում Հայաստանից պոստ են դրել, գիտեիք չէ, բաներ, պոստ կար, սահման կար Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, մեկ-մեկ ստուգում բանում անեին, ռոմինգում էր հեռախոսակապերը, այսինքն առանձին պետություն իբր թե կառուցել։ Եթե դուք սկսել եք մի այնպիսի շարժում, որը պետքա հետագայում միջազգային հանրությունը չընդուներ եւ հետագա սերունդները այդքան արյուն տար ու ամբողջովին էլ կորցնեին, դուք ուրեմն հեռանկարային գործիչներ չեք, դուք ուրեմն ժամանակի մոդայի հետ գնացող հերոսներ եք։ Մոդայի հետ գնացող ուժեղ մարդիկ եք, որ սենց նստած ինտերվյուներ եք տալիս խոսում, մարդիկ էլ ոգևորվում են, նայում են 5 կադրեր Ռոբերտ Քոչարյանը Եվրոմիությունում, տեսար ինչպես ասեց Ղարաբաղ никогда не был в составе Ադրբեջանը, ասեց, արեց, ոչ, այնպես որ մի կողմ ենք դրան նախկիներին իրաց պահվածքով խոսում եք ներկայիս։ Նիկոլ Փաշինյանը այդ խոսքը այս պարագայում ինքը որպես համար 1 դիվանագետ եւ համար 1 այսքան տառապանքների ցավերի, այսքան պարտություն եւ վնասների միջով անցած մարդ ինքը արդեն զգացել է, որ մենակ է մնացել։ Ինչ ասել։ Այն օրը եկեղեցու մասին է խոսում, ասում է եկեղեցին քանդել է Ստեփանակերտի։ Դե ինչ էիք ուզում օրինակ հարգել է հայրենակիցները լսեիք։ Փաշինյանը լացեր այդ պահին, որ դուք ասեք, վայ, տեսեք սիրտը ցավում է իսկապես։ Ինքը սառը պատասխան տվեց, որ մենք նախքին ձևով ել չենք շարժվելու, այսինքն բողոքներ ուղենք միջազգային հանրությանը։ Այս հարցը միջազգային կառույցների հարց չենք սարքելու։ Ու Աստվածաշնչի պատվիրանով իր խոսքը եզրափակեց, որ մարդը ինչ անում է, այդ դատին էլ արժանանում է։ Հիմա եկեք հասկանանք, փակվելով Արցախի հարցը 2025 թվին, 26 թվին, արդյոք դա նշանակում է, որ արցախցին պետք է իր մտքերում փակի, իր երազանքներում փակի Արցախի հարցը։ Ես կասեմ, որ ոչ։ Ես ասում եմ Փաշինյանը ճիշտ է ասել, բայց ես որպես արցախցի չեմ փակել իմ համար Արցախի էջը։ Իմ համար կա իմ սրտում կա Արցախը, իմ երազներում կա Արցախը, եւ պատմական, եթե լավ շանս լինի, լավ իրավիճակ ստեղծվի, ես վստահ եմ, որ Աստծո կամքով եւ Աստծո սիրով համախմբելով հայ ժողովուրդը գնալով այդ հարցով։ Ես որպեսզի շատերին դուր չի գալու, հաստատ եմ իմ խոսքերը, որ փակել է սպահին ճիշտ է։ Ես ուզում եմ մի բան ապացույց պատմական բերեմ։ 1921 թվին նույնպես Արցախի հարցը փակվել է։ Բացվեց 70 տարի հետո։ Բացվեց, չէ՞։ Հիմա 2026 թվին է, եկեք փակենք այս հարցը։ Եթե 2044 թվին, բայց չմոռանանք։ Իհարկե, այդ եմ ասում։ Փակում ենք, դիվանագիտորեն փակում ենք։ Մենք չենք տանում առաջին դաշտ։ Մեզ պետք է այս պահին խաղաղություն, մեզ պետք է մղթար սպարապետի նման գնանք Թուրքի ձիու սանձը բռնենք, ծնկենք թուրք փաշայի դեմը, ասենք մենք ձեզ ծառա, դուք մեզ տեր, եկեք տանենք ձեզ հաց տանք, մեր տանը մնաք։ Տանեն, պարկեցնեն 24 ժամում սա զորքին փրթել է մի գիշերվա մեջ Ղարաբաղը։ Մղթար սպարապետը Սյունիքից եկել է այդ օպերացիան կազմակերպել։ Փաշինյանն էլ է նույն օպերացիան։ Ինձ թվում է կազմակերպում։ Ինքը իր վարչապետական շրջանում չի կարենալ լուծի 5 տարի, եթե ընտրվի։ Կարա 10 տարի էլ չլուծվի, բայց կգա ժամանակ, ինչպես Թուրքն է 25 տարի համբերատար սպասել, սիրելի հայրենակիցներ, դուք էլ համբերատար սպասեք, կգա ժամանակը ճիշտ կօգտվենք։ Եթե խելք ունենանք, եթե այսօրվանից սկսենք արդեն դադարեցնել հայաստանցի, ղարաբաղցի, նիկոլական, քոչարյանական, դաշնակ, այս զորույցներ է, դաշնակը շատ լավ է, քաղաքացիական պայմանագիրը ընտիր է, քոչարյանականա вообще լավ է։ Կարևորը դուք ծառայեք պետությանը։ Իսկ ես կլինեմ կողքից որպես անկախ բլոգեր դիտորդ։ Ինձ ձեզանից բան պետք չի, մենակ տեսերություն։